Ես Ազնիվ Ծնդոյան եմ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։ Հունիսի 2024 թվականի հունիսից գտնվում եմ Հայաստանում։ Եկել եմ Բելգիայից, երկու երեխաներիս հետ, մեկը այդ ժամանակ 3 դեպք կար, մյուսն էլ տարի ու կես այդպես։ Եկել ենք 10 օրով նրանց հոր հետ։ Վիճաբանության դիմից հետո նրանց հայրը վերցնելով երեխաների անձնագրերը հետ վերադարձավ Բելգիա։ Իսկ երեխաները ձեզ մոտ մնացին։ Ինձ մոտ են մնացել։ Դրանից հետո ես փորձել եմ այստեղ օրինական կերպով երեխաների փաստաթղթերը վերականգնեմ ինչ-որ կերպով։ Որովհետև ինքը հունիսին գնացել է, մինչև հունվար ոչ մի դատական պրոցես չի սկսվել։ Հունիսից հետո ես փորձել եմ վերականգնել երեխաների փաստաթղթերը։ Նոտարի օգնությամբ վերականգնել եմ ծննդյան վկայականները եւ դիմել եմ մեր մասիսի միգրացիոն ծառայություն, որպեսզի քաղաքացիություն տա։ Իսկ երեխաները որտեղ են ծնվել։ Ծնվել են Բելգիայում։ Իսկ ձեր նախկին ամուսինը որտեղի քաղաքացի է։ Հոլանդիայի, բայց բնակվում է Բելգիայում։ Հետո հոկտեմբեր ամսին կամերան որ խնդրեմ։ Հոկտեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել Մասիսի միգրացիոն ծառայություն քաղաքացիություն ստանալու համար։ Հետո մի քանի անգամ ինձ օվիրից կանչել են բացատրագիր գրելու համար։ Գրել եմ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել եմ ու այդպես սպասել եմ մինչև հունվարի, եթե չեմ սխալվում, թե փետրվարի ինձ Արդարադատության նախարարությունից նամակ է եկել, որ ինձ դատի են տվել երեխաներին Բելգիա հետ վերադարձնելու համար։ Հետևից արդեն սկսել է, ես էլ բնականաբար դիմել եմ փաստաբանի իմ շահերը ներկայացնելու համար։ Մինչ առ այսօր 3 դատավարություն ես պարտվել եմ։ Դեկտեմբերի 30-ին ստացել եմ վերջնական վճիռը, որը ենթակա չէ բողոքարկման։ Հետևյալն է, որ երեխաները պետք է հետ վերադառնան Բելգիա։ Բայց պետք է նշեմ, որ այդ դատավարությունների ընթացքում ես իմ առաջին փաստաբանի օրթով գնացել եմ Երևան, որ միգրացիոն էլի հիմնարկ էր, որտեղ պետք է պահանջի քաղաքացիական ապաստարան, որպեսզի երեխաներին չկարողանան դատավարության ընթացքում տանել։ Կներեք կամերան ուղեք էլի, ճիշտ է մենք կփակենք էլ, բայց ամեն դեպքում պիտի երևա, որ ձեր դեմքը այստեղ կա։ Հետո այդ ընթացքում միգրացիոն ծառայության վայրում ինձ սկզբից չէին ուզում տալ այդ քաղաքացիական ապաստարանը, հետո մի կերպ համոզվեցին, ընթացքում ինձ հարցրեցին երեխաների հոր անունը, տվյալները, ասեցին, եթե նրանք եւս հանդիսանան Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ուրեմն ձեր երեխաները ավտոմատ կերպով արդեն դառնում են Հայաստանի քաղաքացի։ Բայց ես ասեցի, որ նրանց ազգանունը Զաքարյան, դա կեղծ ազգանունն է։ Այդ ազգանունով իրանք հիմնվել են Նիդերլանդներում։ Լավ, մի հատ բան խնդրեմ էլի ձեզ, երևում է ձեր դեմքի մի մասը։ Կկարողանաք այնպես ստատիկ դնեք կամերան, որ այ սենց։
Մի տեղ հենեք, որ ոնց որ կարողանանք շարունակենք, էլի։ Այս Այսինքն ընթացքում ձեր նախկին ամուսինը կեղծ ազգանունով այլ երկրում է հիմնվել ու այդ տվյալներով է գրանցված երեխաների որպես հայր։ հա մենք այդ ամեն ինչ այդտեղ պարզեցինք, որ իրանք 95 թվականին եղել են Գերմանիան, որտեղից որ արտաքսվել են Հայաստան, հետո մի տարի թե երկու տարի հետո վերադարձել են երևի 99 թվականին այդպես իրանք վերադարձել են Նիդերլանդներ, այդտեղ արդեն հիմնվել են որպես Զաքարյան ընտանիք, այսինքն միգրացիոն ծառայությունից զանգեցին, եթե չեմ սխալվում, Օվիրի էլի միգրացիոնի պետին, որպեսզի երեխաներին արդեն այդ փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը տան, քանի որ պարզվեց, որ իրանց հայրը եւս հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Էլի այդպես մի երկու-երեք անգամ էլի կանչել են, բացատրագիր եմ գրել ու ինձ հետ են ուղարկել, որոշ ժամանակ անցել, այստեղ Մասիսից ինձ զանգել են առավոտյան 8-ին թե 9-ին ու ասել են, որպեսզի ներկայանամ, երեխաների մեկի պահով պետքա պարզաբանում անեմ։ Գնացել եմ այդտեղ, ինձ ընդունել են ու ինձ թուղթ են տվել ու ինձ թելադրում են, ես գրում եմ, իսկ գրում եմ հետևյալը, որ ես ինքս հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից իմ երեխաներիս համար։ Իմ հարցին, թե ինչու են մերժել, ասել են, որ չեն կարող ասել։ Ասել եմ, կարող եմ ինչ-որ ժամանակավոր փաստաթուղթ ունենալ սոցքարտի տեսքով, որովհետև երեխաների համար հետագայում բժշկի տանելու մանկապարտեզի համար դա անհրաժեշտ է, ասել են բացարձակ ոչ մի կերպ չեն կարող ձեզ ոչ մի փաստաթուղթ տրամադրել։ Եվ չեն էլ պարզաբանել, թե ինչու են մերժում։ Ոչ, ասեցի ինչի համար է մերժը, ասեցին, որ չեն կարող ասել։ Իսկ ձեր փաստաբանը չի փորձել պարզել, թե ինչու են մերժել։ Ինձ թվում է ինքը զանգել էր, բայց ոչ մեկ չես պատասխանել այդ հարցին, որ Իսկ հետո դատարանը ինչ հիմքով է ձեզանից ոնց որ խլում երեխաներին։ Միակ պատճառաբանությունը իրենց, որ երեխաները հանդիսանում են այլ երկրի քաղաքացի, բայց ես ուզում եմ նշել, որ 2021 թվականին նմանատիպ որ էլի եղել է, մայրը Բելգիայից հետ է վերադարձել երեխայի հետ, որի հայրը եղել է հենց բելգիացի ազգության, էլի երեխային հետ է պահանջել, դատավոր իր հերթին գործը կասեցրել է, իսկ արդարադատության նախարարությունը իր հերթին դատի է տվել այդ գործով դատավորին, բայց ի վերջո գործը դատավորը սահել է այդ գործը, երեխան մնացել է մոր մոտ Հայաստանում։ Իսկ դուք երկար ժամանակ է, որ Բելգիայում եք բնակվում։ 5 տարի է, դրանից առաջ ես Ռուսաստանում եմ ապրել ու հանդիսանում եմ նաև Ռուսաստանի քաղաքացի։ Իսկ Բելգիայում ինչ փաստաթղթով եք ապրում, այսինքն ինչ կարգավիճակով եք ապրում։ Ապրելու իրավունք 5 տարվա ապրելու իրավունք է։ ID քարտ եմ տրամադրել, որը որ գործում է մինչև 2027 թվականը։ Իսկ դուք եւ ձեր նախկին ամուսինը օրինական ամուսիններ եք։ Ոչ։ Ուղղակի հայրությունն է ճանաչել։ Ինձ թվում է, որ այստեղ գիտեմ, ինձ ու այս ամեն ինչը դատավարությունը, որովհետև ինչ որ լսել եմ, որ իրանք այդ գործողության համար փաստաբանին $50,000 եվրոյի չափով գումար են տվել։ Ես չեմ կարծում, որ փաստաբանի գործը այդքան կարող է արժանալ։ Բայց անգամ եթե այդքան գումար տված լինեին, ամեն դեպքում փաստաբանի աշխատանքը այստեղ պիտի լիներ, ես դες ինչ որ կոռուպցիոն այլ սխեմա կա, թե
ուղղակի փաստաբանը իր աշխատանքը կարողացել է ճիշտ ձևակերպել։ Ոչ, ինձ թվում է այստեղ միանշանակ կա կոռուպցիոն հետ։ Ինչի եք Ես չկա։ կապում։ Ինչ որ ինֆորմացիա ունեք, թե ենթադրում եք։ Դա իմ ենթադրությունն է, որտեղ չի կարող այդպես լինել, որ ես որպես Հայաստանի քաղաքացի պետք է ունենամ, չէ՞ ինչ-որ իրավունքներ այս երկրում, եւ որ այս երկիրը իմ իմանալով սուվերեն պետություն է, ու կարա երկրի մեջ իր քաղաքացու շահերը պաշտպանել։ Ու պետք է, որ չէ, պաշտպանի։ Նաև ձեզ հարազատները ասում էին, որ մյուս կողմի փաստաբանը իշխանությունների հետ կապ ունի եւ դրա միջոցով է կարողացել դատը շահել։ Դա էլ է հնարավոր, որտեղ ես մի քանի անգամ եղել եմ արդարադատության նախարարությունում, Արսեն Դաշյան ոմն։ Դա բոլորին շատ լավ ծանոթ է, այդ անունը, տեսի առաջին անգամ էին լսում։ Ներեցեք անունը նորից կասեք։ Արսեն Դաշյան։ Հա։ Եվ ում հետ են կապում փաստաբանին, ում անվան հետ են կապում։ Հակառակ կողմը ասել էր, որ ինքը կապ ունի Նիկոլ Փաշինյանի տիկնոջ հետ։ Այսինքն ասում են, որ Աննա Հակոբյանի հետ ծանոթ է եւ դրա պատճառով էլ ոնց որ իր համար անլուծելի հարց չկա, հա։ Հա։ Եվ հիմա ո՞րն է հետագա քայլը, ինչ է լինելու, առջևում ինչ է ձեզ սպասում։ Ես չգիտեմ, ես ինձ պլանով վիճակում եմ, ստացել եմ վճիռը, որը որ արդեն ուժի մեջ է, ցանկացած բանի կարող են երեխաներին տանել։ Ձեր ամուսինը կարող է գալ տանել։ Հենց խնդիրն է դա, որ այս 2 տարվա ընթացքում այդ հայտ կոչվածը ոչ եկել է երեխաներին։ Ձեր ձայնը չի լսվում։ Չէ, ոչ մի օր չի ներկայացել, ոչ էլ ինձ կներեք ձեր ձայնը չլսվեց 2 տարվա ընթացքում որևէ կապ ձեզ հետ չի ունեցել ձեր նախկին ամուսինը։ Չէ, ոչ էլ երեխաների հետ է փորձել կապվել կամ ինչ-որ ձև աջակցել։ Իսկ իր ազգականները։ Ոչ մեկ։ Ես անգամ պարզել եմ, որ կներեք երեխեն հոսանքով է խաղում հետևում։ Ես անգամ պարզեցի, կապնվեցի Բելգիայի մարմնի հետ, որը որ տրամադրում է երեխաների նպաստը, պարզվում է, որ ինքը մի տարի երեխաների բացակայության ընթացքում այդ նպաստը ստացել է ու չի էլ տեղյակ պահել, որ երեխաները գտնվում են երկրից դուրս։ Իսկ դուք փորձել եք Բելգիայի միջոցով, ոնց որ ձեր այդ երկրի միջոցով ձեր իրավունքները պաշտպանել։ Իհարկե, կապնվել եմ ոստիկանության հետ, էլ ուրիշ մարմինների հետ, իրանք ինձ ասում են գնա Հայաստանում գտնվող ոստիկանական բաժիններ, այդտեղ դիմեք, քանի որ դուք այստեղ եք, ոչինչով չեն կարող օգնել։ Գնում եմ Հայաստան ոստիկանական բաժինը լինի կամ մարդու իրավունքների կոմիտեի մոտ եղել եմ, ինձ ասում են գնացեք ոստիկանություն ինձ ուղարկում են միգրացիոն բաժանում, այսպես ֆուտբոլի գնդակի նման այստեղից այնտեղ են ուղարկվում։ Այսինքն մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին եք դիմել, որևէ կերպ չեն օգնել։ Դե հենց սկզբից այդտեղ եմ գնացել։ Ինձ ասեցին գնացեք ոստիկանական ձեր քաղաքի բաժին, այդտեղից էլ ինձ ուղարկել են միգրացիոն ծառայ, միգրացիայի մարդու բաժին։ Լավ, վճռաբեկ դատարանում էլ ոնց որ գործը ձեր հակառակ կողմն է շահել, փորձել եք սահմանադրական դատարան դիմել։ Ոչ, իմ փաստաբանը ասեց, որ արդեն վերջին ատյանն է։ Դրանից հետո, բայց կարող եք բողոքարկել ոնց որ։ Արդեն չեմ բողոքարկել, որտեղ ես արդեն հնարավորություն եմ չունեմ։
Բարձր։ Այս պահին փաստացի ցանկացած պահի ձեր նախկին ամուսինը կարող է վերադառնալ Հա, եւ օրինական ճանապարհով ձեզանից վերցնել ձեր հա, երեխաները։ նշեմ, որ անցյալ տարի, մի րոպե, անցյալ տարի ինձ այցելել են հոգաբարձության Ըհը, օրգանոյապիկ հիպերպիքվիճելства, ըհը, իրենց կարծիքը, որ երեխաները գտնում են շատ լավ վիճակում, թաքնված են ըստ սեզոնի, գտնվում են մոր հետ ջերմ կապի մեջ ըհը, ու չգիտեմ ինչի դատարան անգամ այդ փաստը չի հաշվի առել։ Հաշվի չեն առել այդ փաստը, որ իրանց հայրս 2 տարվա ընթացքում մի օր չի այցելել եւ ոչ մի կերպ չի մասնակցել իրենց կյանքում։ ըհը, Ես դա համարում եմ իմ իրավունքների կոպիտ ոտնահարում։ ըհը, բարձր։ Էլի բան ունեք հավելելու։ Ես արդեն չգիտեմ ինչ ասել։ Կներեք այս հարցի համար, եթե չեք ուզում մի պատասխանեք, բայց Հա, որն ա եղել ձեր բաժանության պատճառը, վերաբերմունքն է եղել, չգիտեմ, ֆիզիկական հա, բռնությունն է եղել, հոգեբանական բռնությունն է եղել, որն է եղել։ հոգեբանական բռնումներ, վերաբերմունքը վատ, Իսկ երեխաների նկատմամբ։ դա էլ է եղել, հա։ Ըհը։ Լավ, շատ լավ, շնորհակալ եմ մեկնաբանության համար։